Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ տարվա ընթացքում ընդհանուր $86,000 աշխատավարձ ու պարգևավճարներ է ստացել, ամսական միջինը $7,200։ Այս ապրիլի դրությամբ նրա բանկային հաշիվների մնացորդը շուրջ $11,000-ին համարժեք դրամ է եղել։ Փաշինյանն իր անունով ավտոմեքենա կամ թանկարժեք իրեր չի հայտարարագրել։ Գրեթե ամենօրյա ռեժիմով անկանխիկ առևտրի առավելությունները գովազդող Փաշինյանը կարծես ինքն իր հորդորները չի լսել ու իր մոտ $700,000 դրամ և շուրջ $2,700 կանխիկ գումար է պահել։ Եվ այսպես պահն է եկել հաշվելու, թե ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակների առաջատար դիրքեր զբաղեցնողները ինչ ֆինանսական միջոցներ ունեն։ Սկսենք հաշվել։ Թեկնածուների հայտարարագրերը հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Գնացինք։ Քաղաքացիական պայմանագրի երկրորդ համարը արտգործնախարար Արարատ Միրզոյանն է։ Մեկ տարում նա $82,000 աշխատավարձ ու պարգևատրում է ստացել, ամսական շուրջ $7,000։ Եվս շուրջ $16,000 օրապահիկ է ստացել իր գործողումների համար։ Իշխող կուսակցության երրորդ համար առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շատ հետ չի մնում ու մեկ տարվա ընթացքում $74,000 աշխատավարձ ու պարգևավճար է ստացել, ամսական $6,200։ Պիտի տեր կանգնենք մեր ինքնիշխանությանը։ Չորրորդ համարը պաշտպանության նախարարն է Սուրեն Պապիկյանը մեկ տարում $80,000 է ստացել, ամսական շուրջ $6,700։ Բացի այդ նա ևս $16,000 է ստացել վարձակալությամբ տրված գույքի դիմաց։ Ապրիլի 21-ի դրությամբ նրա միջոցների մնացորդը շուրջ $130,000 է կազմել։ Քաղաքացիական պայմանագրի հնգյակը եզրափակում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Մեկ տարում շուրջ $79,000 է ստացել, ամսական $6,500։ Տնտեսագիտականում դասավանդող Պապոյանը ևս $7,000 աշխատավարձ է ստացել բուհից։ Ապրիլի դրությամբ նրա հաշիվների մնացորդը $77,000 է կազմել։ Պապոյանն իր անունով մեկ ավտոմեքենա է հայտարարագրել, վազ 2107։ Այս հատվածում ճանապարհ են կառուցելու։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանի հաշիվներում մայիսի 13-ին $4,320,000-ին համարժեք միջոցներ են եղել։ Նա բաժնետեր է 3 ընկերություններում։ Հայաստանում բնակարան չունի, համատեղ սեփականությամբ բնակարան ունի Մոսկվայում։ Նա համատեղ սեփականությամբ 1 Mercedes Maybach ունի, ամբողջությամբ իրեն է պատկանում 1 Toyota Camry մեքենա։ Բագրատաշեն գնացինք, որտեղ խոսեցինք տարածաշրջանի զարգացման մասին։ Դաշինքի երկրորդ համար փաստաբան Արամ Վարդևանյանը մեկ տարվա ընթացքում իր մատուցած ծառայությունների դիմաց մոտ $200,000 եկամուտ է ունեցել։ Մայիսի 13-ի դրությամբ նրա հաշիվներում ընդհանուր ուշադրություն $500,000 է եղել։ Ունի 2 ավտոմեքենա՝ BYD ու Lexus։ Ուժեղ Հայաստանի երրորդ համարը փաստաբան Գոհար Մելոյանն է մեկ տարվա ընթացքում շուրջ $30,000 եկամուտ է ունեցել։ Նրա հաշիվներում այժմ $26,000 կա։ Մեր պայքարը շարունակում է։ Դաշինքի չորրորդ համար Դավիթ Ղազինյանը մեկ տարվա ընթացքում $53,000 աշխատավարձ է ստացել։ Այս պահին նրա միջոցների մնացորդը շուրջ $530,000 է կազմում։ Նա այժմ ընդհանուր սեփականությամբ 4 ավտոմեքենա ունի։ Ղազինյանը նաև թանկարժեք մեկ իր է հայտարարագրել $27,000 ձեռքի ժամացույց։ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկ տարվա ընթացքում պետությունից $41,000 չափով թոշակ է ստացել։ Ըստ հայտարարագրի այս պահին նրա հաշիվներում շուրջ $1.4 միլիոն կա։ Երկրորդ նախագահը ավտոմեքենա կամ թանկարժեք իրեր չի հայտարարագրել։ Մենք սա մերժում ենք, մենք չենք կարող սրա հետ համաձայնել։ Դաշինքի երկրորդ համար падգամավոր ու ազգային ժողովի նիստերից հաճախ բացակայող Իշխան Սաղաթելյանն ազգային ժողովից մեկ տարվա ընթացքում շուրջ $32,000 աշխատավարձ է ստացել։ Այս պահի դրությամբ նրա հաշիվներում շուրջ $80,000 կա։ Սաղաթելյանն ավտոմեքենաներ չի հայտարարագրել, ունի $22,000 մատանի։ Երրորդ համարը падգամավոր Աննա Գրիգորյանն է մեկ տարում ազգային ժողովից $36,000 է ստացել։ Այս պահին նրա հաշիվներում $2,400 կա։ Սիրելի հայրենակիցներ, վաղը մեկնարկում է քարոզարշավը։ Չորրորդը Սևակ Խաչատրյանն է, որն ամիսներ առաջ Վաղարշապատի քաղաքապետի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրեց։ Նրա հաշիվներում շուրջ $43,000 կա։ Նա 3 ավտոմեքենա է հայտարարագրել՝ Lexus, Nissan ու BYD մանկնիշի։ Հնգյակը եզրափակում է падգամավոր Արթուր Խաչատրյանը մեկ տարվա ընթացքում ազգային ժողովից $38,000 է ստացել։ Այս
պահին նա ընդհանուր $78,000 ունի։ Զելի այնակիցներ, զելի երևանցիներ։ Բարգավաճ Հայաստանի առաջին համար գործարար Գագիկ Ծառուկյանի հայտարարագիրը շատ ավելի ընդարձակ է։ Ապրիլի 30-ի դրությամբ նրա անձնական հաշիվներում $43.5 միլիոն է եղել։ Նա ընդհանուր $14.3 միլիոն թանկարժեք իրեր է հայտարարագրել 3 միլիոն դոլարանոց ադամանդե քարով ոսկե մատանոց մինչև շուրջ $300,000 վարակույր։ Ծառուկյանը 18 ավտոմեքենա է հայտարարագրել ու 24 միավոր անշարժ գույք։ Նա մեկ տարվա ընթացքում հետախուզման մեջ գտնվող իր որդուց շուրջ $6.5 միլիոն նվիրատվություն է ստացել։ Ծառուկյանների ընտանիքի ոչ բոլոր ընկերություններն են անձամբ իր անունով եւ բնականաբար սա նրա կարողության մի փոքր մասն է միայն։ Մենք լուրջ աշխատանք ունենք կատարել բոլորս միասին, իհարկե մեծ աշխատանք կատարել ենք։ Երկրորդ համար Անդրանիկ Թևանյանն այս պահի դրությամբ ըստ հայտարարագրի շուրջ $270,000 ունի։ Բոլորիդ կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել հունիսի 7-ին կանալիք խորհրդարանական ընտրություններին։ Կուսակցության երրորդ համարը նախկին պատգամավոր Լուիզա Սարգսյանն է։ Նա դասավանդում է պոլիտեխնիկում եւ մեկ տարվա ընթացքում ընդհանուր $5,500 աշխատավարձ է ստացել։ Այդքան գումար էլ կա նրա հաշիվներում։ Ընդարձակ է նաեւ նոր ուժի առաջին համար նախկին քաղաքապետ Հայկ Մանուկյանի հայտարարագիրը։ Ապրիլի 20-ի դրությամբ նրա հաշիվների մնացորդը $630,000 է կազմել։ Նա 29 անշարժ գույք է հայտարարագրել, մեծ մասը Չեխիայում։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ։ Ամենակիչ ֆինանսական միջոցներ ունեցողներին անդրադառնանք։ Ազգային ժողովրդավարական բևեռի ցուցակը գլխավորող Գևորգ Կարապետյանը ապրիլի 11-ի դրությամբ ըստ իր ներկայացրած հայտարարագրի փող չի ունեցել։ Զրո թիվն է արտացոլվել նաև Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության առաջին համար Լևոն Շիրինյանի հաշիվներում։ Մյուսների համեմատ շատ ավելի համեստ միջոցներ ունեն նաև Հայ ազգային կոնգրեսի առաջին համար Լևոն Զուրաբյանն ու Շնորհապետական կուսակցության վարչապետի տեխնացու Գուրգեն Սիմոնյանը, Ալյանսից Աշոտ Գալստյանը։ Հանրապետություն կուսակցության վարչապետի տեխնացու Արամ Սարգսյանն ի դեպ թանկարժեք իրերի շարքում ասեղնագործ սրբապատկեր է ներառել։ Արժեքի դաշտում թիվ չկա։ Նա սրբապատկերն անգին է համարում։